վարչական նիստերի դահլիճ։ Ինչպես միշտ հաղթելու ակնկալիքով հուսով եմ, ինչպես միշտ դրական ակնկալիքով հուսով եմ, որ կհաջողվի եւ ինչպես մյուս աջակցի հետ կապված գիշերվա նիստով եղավ ընդհանրապես մերժվեց վարչական հսկողություն խափանման միջոցը, հուսով եմ նաեւ ես ինքս Մարտուն Գրիգորյանի հայրիկի հաստաբանն եմ եւ հուսով եմ, որ նույնը կլինի նաեւ իր հոր պարագայում եւ այդ նախաընտրությունների շեմին այդ շինծու արհեստական գործով չի հաջողվի այդ ճնշումը կատարածել, որը որ ներկայիս վարչախումբը փորձում է անել եւ եթե նախկինում նման տիպ դեպքերի մենք բազմից ականատես ենք եղել եւ Վանաձորում եւ Վարդենիսում եւ այլ վարչական շրջաններում ընտրություններից առաջ, այս անգամ արդեն կարելի ասել մարտավարությունը փոխվել է, ընտրությունների նախօրեին է արվում, որոշակի կերպով ընտրությունների վրա կարելի ասել ազդեցություն ունենալու համար, այդքանը հուսով եմ, որ մեզ կհաջողվի եւ կարճ ժամանակ անց արդեն Մարտուն Գրիգորյանի հայրը դրսում կլինի ազատության մեջ։ Պարոն Հարությունյան, դուք օրինակներ բերեցիք Վանաձոր եւ մյուս այլ համայնքներում նախընտրական այս Երուսաղեմին առնչվող իրավական այսպես կոչված գործընթացների վերաբերյալ, բայց ձեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ օրինակ հենց կարմիր գծեր հատվեն եւ անմիջապես թիրախավորվեն հայրն ու որդին տեխնացուի։ Տեսեք, վերջի տարիներին մենք այնպեսի ոչ ողջամիտ բաների ենք ականատես եղել, որ զարմանալի չի այլևս, այո, եղել են նմանատիպ դեպքեր եւ բոլորը այդ նմանատիպ դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել քաղաքական հետապնդումներով, զարմանալի չի այլևս ոչինչ զարմանալի չի, ես բազմից ասել եմ, որ մենք ժամանակ առ ժամանակ այս վիճակները տեսնելով կարելի ասել իրավական անզորության մեջ են գտնվում, չնայած բոլոր մեր գործիքակազմով փորձում ենք իրավական ճանապարհով հասնել արդյունքի, բայց արդեն այլևս ամեն ինչ հնարավոր է այս երկրում եւ որևէ բանից զարմանալ պետք չէ, ամեն ազգային ժողովի նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նմանատիպ դրսևորումներից հետո ինչ որ մենք տեսանք երեք չեմիսի օր միշտ էլ հնարավոր է նմանատիպ զարգացումներ, ինչպես նախկինում օրինակ եղավ, երբ որ կառավարության նիստի ժամանակ կարելի ասել ցուցում տրվեց եւ հաջորդ օրը Լևոն Քոչարյանը ձերբակալվեց, այնուհետև կառավարվեց։ Կխնդրեմ մի փոքր գործից խոսեք, նախ ոնց հասկացանք, նախաքննական մարմինը միջնորդել է, որ որպես խափանման միջոց կիրառեն վարչական վերահսկողություն։ Այո, այո։ Կալանքի, այսինքն կողք կալանքի բան չկա միջնորդություն։ Տեսեք, չկա եւ ինչն է հետաքրքրական, երբ որ միջնորդությունը կարդում է գիշերը արդեն մյուս գործով, կարծես թե պահի փոխել են որոշումը, ինչ-որ դիրքորոշումը փոխվել, բայց հենց ակնհայտ է, որ ի սկզբանե գործը գնացել է դեպի կալանք եւ այն օրինակ վարչական ինչից են հետ կանել։ Չեմ կարող ասել։ Լուրջ հիմքեր չի եղել կալանք։ Լուրջ հիմքեր ընդհանրապես։ Ենթադրյալ բանը Լուրջ հիմքեր ընդհանրապես կարելի ասել գործով որևէ բան չկա, մի քիչ նույնիսկ առաջի հայացքից sense կա ակնհայտ ծիծաղ է առաջացնում այդ վարույթի նյութերը, երբ որ ուսումնասիրում ես։ Այն է գրված, որ դրանով այդ հոդվածի տակ չի կարող մարդը, այդ հոդվածով չեն կարող, եթե չեմ սխալվում 221-ի առաջին մաս, որով մինչև 3-ից 6 տարի ազատազրկում է սպառնում։ Այո, ընտրությունների ժամանակ նյութապես շահագրգռել եւ ինչն է հետաքրքրական, որ բոլորի պարագայում նույն նյութն է գնում, այսինքն այնտեղ նույնիսկ ծիծաղ է առաջացնում հանգամանքը, որ փողոցը հարթեցնելը, բերել կապել են դրա հետ կամ ինչ-որ Բայց դա նախընտրական քարոզության փուլում է եղել, թե ավելի վաղ արված։ Որքանով ես հասկանում եմ, դա այդ ամենը շատ ավելի վաղ արվածին է վերաբերվում, բայց գործում այդ մասին չի խոսվում, որ այդ ամենը ավելի վաղ է ժամանակահատվածին է։ Իբր թե այս ժամանակահատվածին առաջ։ Այո։ Դուք ունեք ինչ-որ ապացույց կամ հակափաստարկ, որ կարողանաք ցույցել, որ դա քարոզությունից դուրս է։ Ապացույցների պահը հաջորդիվ կլինի, ես կարող եմ միայն փաստել, որ իրավապահ մարմինները որևէ ողջամիտ եւ ռեալ ապացույց չունեն, այս ամենը հիմնավոր է։ Ես կարող եմ մի քանի իրավական ճշտում ունենք։ Հոդվածը առաջադրված է, այսինքն մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հիմա վարչական հսկողության են տանում։ Այո։ Կալանքը Կալանք չի տա։ Ինչ վարչական
վարչական հսկողություն են ուզում։ Տեսեք, քնիչը օրինակ երեկվա դեպքով, որով մեզ հաջողվեց որ մերժվի, քնիչի միջնորդությունը, նորից Մարտուն Գրիգորյանի աջակիցներից մի երիտասարդ տղա էր, իր պարագայում, տեսեք, արգելվում էր ընդհանրապես շփվել ոչ միայն այս ընտրությունների հետ առնչվող մարդկանց հետ, այլ ընդհանրապես որևէ մեկի հետ բացառությամբ փաստաբանի եւ ընտանիքի անդամի, որը ակնհայտ է, որ կարելի ասել տնային կալանքին հավասարազոր է, որովհետեւ այդ մարդը օրինակի համար դուրս գար գնալ խանութ կամ մեկին բարևեր կամ խանութի աշխատողի հետ խոսել, նույնիսկ այս այդ հարցը դատական նիստի ժամանակ տվեցի քննիչին, որ լավ ոնց եք պատկերացնում, եթե սա բավարարվի, ով է այստեղից այս տղային տանելու կամ ոնց է այս տղան սնվելու այն դեպքում, երբ որ ունի իր խնամքին հաշմանդամ մայր, առողջական խնդիրներ ունեցող մայր եւ տատիկ։ Այսինքն շտաբի աշխատանքներին եւս չի կարող մասնակցել։ Ոչ միայն շտաբի։ Ընտրության կարող է գնալ քաղաքացիական։ Ոչ, չէր կարող գնալ եւ այդ նույն հարցը ես քննիչին տվել եմ, դե ասում է թող բերեն տանը քվեարկի։ Այսինքն տան անդամները կարող է շփվել փաստաբանել։ Այո, ու վերջ։ Սա հավասարազոր է տնային կալանքի։ Հիմա եթե ինձ դիցուկ ճանաչում է, դուրս եկա փողոց, ես չեմ կարող բարավել, բարավեցի։ Այո, եթե դուք մոտենաք բարևեք ու ասենք օրինակ օպերատիվ տվյալներ լինի այդ պահի հետ կապված կամ որևէ ֆոտոնկարահանում կամ վիդեոնկարահանում, արդեն հիմքը կփոխվի։ Բայց փողոցում քայլել կարող է, բայց միայն է կղզիացած։ Այո, կղզիացած Ոնց է ստուգելու ում բարևեց, ով իրեն բարևեց։ Դե այդ արդեն ռիսկային մեծ գործոն կա, որ ամեն պահի կարող է օպերատիվ գործողություններ իրականացնել։ Այս վարչական հսկողությունը, որ փորձում են ձեր նշելով կիրառել Մարտուն Գրիգորյանի հորը նկատմամբ, քաղաքական իրավունքների սահմանափակում համարում եք։ Միանշանակ, եթե սա իրականացվի, կատարածվի եւ բավարարվի, քննիչի միջնորդությունը միանշանակ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ կենսական շատ իրավունքների սահմանափակում եմ համարում։ Այս մի բան հասկանալ, այդ վարչական վերահսկողության սահմանափակումը տարբեր կարող է լինել, չէ՞։ Այո։ Այնտեղ կարող է թույլ տալ շփվել մարդկանց հետ ընդամենը ամսվա մեջ կամ շաբաթը 2 անգամ գնա համապատասխան ստորագրությամբ հաստատի, որ գտնվում է վարչական շրջանում, կարող են այնտեղ համապատասխան սարք օգտագործել իր շարժը ֆիքսելու համար տարբեր է լինում դա արդեն եւ կախված է միջնորդությունից եւ կախված է թե որքանով է դատավորը բավարարում։ Հիմա դուք հոր մասով եք, չէ՞։ Այո։ Չտեղակ չեմ ով է։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։